Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից։ Բալաջանի մի հավատա, հա, ոչ մեկին մի հավատա։ Գյումրին տնակներից ազատելու Փաշինյանի խոստումից ավելի քան 6 տարի անց մոտ 3000 տնակ կանգուն է։ Մարդկանց հավատը ավերված։ Այս կառավարությունից, այս իշխանությունից ոչ մի ակնկալին կետ չունենք։ Աղետի գոտու վերականգնման process-ում նոր փուլ է սկսվում եւ որը պետքա իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ։ 2020-ի բյուջեն աննախադեպ հեղափոխական անվանած Փաշինյանը խոստացել էր աննախադեպ շատ 3 միլիարդ դրամ ուղղել աղետի գոտու վերականգնմանը։ Գրեթե այնքան, որքան պարգևավճար է նա բաժանել իր կաբինետի անդամներին անցած տարեվերջին։ Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել։ Այդ աննախադեպ մեծ փողերով, ուրիշ տրամաբանությամբ, պետական ծրագրով Գյումրիում քանի բնակարան է կառուցել ԿՊԱ-ական իշխանությունը։ Ոչ մի պնդում են քաղաքում։ 37 տարի եկավ, գազի չէ։ Գյումրիում չեն հավատում, որ այս իշխանության նորոգ բնակարանաշինության բում կտեսնեն, ինչպես 2000-ականների սկզբին։ 2003 թվականի մեկ Այս կինը 2003-ին է բնակարանամուտ տոնել Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շենքում։ 2003 թվականի մեկ տեղափոխվել ենք բնակարան, շենքի բնակիչը։ Ու գոյեմ ամեն ինչը, փառքս։ Այս շատ կուզեի, որ գյումրեցիներն էլ իրենք իրենց այդ հարցը տային, ցանկացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ էլ այդ հարցը տար։ Ինչ հիշողություններ է մնացել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Քոչարյանի կառավարման տարիներից հազարավոր ուրախ բնակարանամուտների հիշողությունն է մնացել։ Եվ շնորհավոր եմ։ Իրենք գյումրեցիներն են ասում։ Մարդը պետք է շմել գնադողերն է։ 2003-ին, հա, 3-ին ենք ստացել շենքը։ Ամուր է։ Շատ լավն է։ Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված շենքերի որակը կասկածի տակ էր դրել հանրային հեռուստատեսության թղթակիցը, ինչ-որ թերթում երբևէ հայտնված ինչ-որ խոսակցությունների հղում անելով։ 22 տարի անց էլ հələ տեսեք մի հատ շենքում ճեղքված որևէ թերություն 4 պարանոց երկրաշարժենք ունեցեի, 3 ունեցեք Գյումրին, մի հատ բողոք, մի հատ շենքից, մի հատ շով բացվել է, բացարձակ։ Շատ բարձր որակի շենքեր են, շատ բարձր։ Շուրուտներով է։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետը զարմանում է, որ հերոս հարկատուների փողերով սնվող հեռուստատեսությունը բամբասանքներ է մատուցում հեռուստադիտողներին, փորձելով սևացնել ԿՊ-ի հիմնական քաղաքական հակառակորդին։ Ռոբերտ Քոչարյանն էր գալիս հաջող։ Ռոբերտ Քոչարյանն գալիս էր մտնում էր շենքերը մեկ-մեկը, սենյակ ստուգում էր, աշխատանքները չէր արարում, էլի։ Արդեն այն կաներիգեր բոլոր աշխարհները պրարաբներն էլ են ճանաչում։ Չնայած ականատեսների վկայություններին, Լինսի փողերը փոշիացնելու կեղծ մաշված թեզն է փորձում առաջ տանել հանրայինը։ Բողոք չի եկել։ Փաշինյանին սատարող փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչների բերանով։ Ինչ արեցինք մենք միլիարդատիրոջ գումարները։ Ամբողջ խնդիրը դա է։ Քրքրքորյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է։ Քրքրքորյանը շատ բաներ էր ուզում Հայաստանի Հանրապետության համար անել։ Արդյոք իրեն այդ հնարավորությունները տրվեցին։ Այս տեսակի սոդերը Զրպարտություն է անվանում Լինսիի փոխնախագահ Հարութ Սասունյանը հիմնադրամի հայաստանյան ֆինանսավորման անարդյունավետության մասին խոսակցությունը։ Այս տեսակի սոդերը դարիներ է լսում եմ, ոչ մի ճշմարտություն չկա։ Մարդիկ խառնում են իրենց քաղաքական նպատակները, ուզում են Արկադի Քոչարյանին բնովել, բայց դա պետք է անեն ճշմարտության հիման վրա, ոչ թե սդերի վրա։ Հարութ Սասունյանը վստահեցնում է, Քրքրքորյանի հատկացրած փողի մինչև վերջին կոպեկը ծախսվել է աղետի գոտու Հայաստանի այլ բնակավայրերի զարգացման նպատակով։ Պարոն Քրքորյանը շատ գոհեր, ես եւ ինքը այցելեցինք Հայաստան, իր աչքով տեսավ եւ նույնիսկ ինձ մեծ կովասանք արեց, որ պետք չգար, բայց իր սրտից փոխեց, ասաց, որ Հարութ ասաց Հայաստանը եվրոպական երկրի վերածել ես, ասացի շնորհակալ եմ, բայց առանց քո փողի ես բան չի կարող անել, ասաց իմ փողը եւ քո աշխատանքը, ասացի այդ կընդունեմ։ Երկրորդ նախագահի կառավարման տարիներին իրականացվել է շուրջ 40 միլիարդ դրամի
ներդրում պետական բյուջեի հաշվից աղետի գոտու վերակառուցման, այլ ուրեմն ենթակառուցվածքների կառուցման եւ վերակառուցման համար։ Առաջ Աչակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը սպիտակից է։ Պատանի էր, երբ իր ավերված քաղաքը մեծ շինհրապարակի էր վերածել Ռոբերտ Քոչարյանը թե Լինսի հիմնադրամի, թե պետբյուջեի ծրագրերով։ Այդ ծրագրի շրջանակներում կառուցվել է 149 բազմաբնակարան շենք Աղետի գոտում, մասնավորապես Սպիտակում եւ Գյումրի քաղաքներում եւ շուրջ 3700 բնակարան է կառուցվել։ Ամենակարևորը ըստ նրա երկրորդ նախագահի օրոք պետական պարտքի հաշվին չի վերականգնվել Աղետի գոտին։ Գագիկ Ասատրյանը հարց ունի Փաշինյանի քաղաքականության հետ հաշտ կուսակցություններին։ Իսկ ինչ է արել հեղափոխական իշխանությունը Աղետի գոտում թեկուզ կրկնապատկված պետական պարտքի հաշվին։ Օդում կախված լուրերի համար Հանրայինի տեսախցիկի առաջ Քոչարյանի ստվերի դեմ անզիջում կռիվ տվողները չեն զարմացնում երիտասարդ քաղաքական գործչին։ Փակված դռների պատմությունն է դա։ Զարմանալ Արամ Զավենի Սարգսյանի կուսակից գոլեգայից եւ իր մերկապարանոց ստերից դա նույնպես անմեղ սունակություն է։ Հայաստանի Հանրապետությունից ամենամեծ արտագաղթն է եղել այդ տարիներին։ Ամենամեծ արտագաղթն է եղել այդ տարիներին ու մարդիկ հեռացել են, որովհետև այստեղ աշխատանք չեն ունեցել։ Նայում է այդ հաղորդումը։ Անամոթություն կեղծիք է անվանում այս պնդումը Գագիկ Ասատրյանը։ Հիշում է, որ իր հայրենի քաղաքը, ինչպես ամբողջ Հայաստանը, այդ տարիներին ներգաղթ է տեսել։ Մինչև հիմա ականջներում է այն ձայնը, որ Սպիտակի տեղական հեռուստաալիքի եթերում կես ժամը մեկ հայտարարում էր թափուր աշխատատեղերի մասին։ Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները, լինի երևանցի, գորիսեցի, գյումրեցի եւ այլն, վերադառնում էին Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես Աղետի գոտի, որպեսզի աշխատեն եւ կարողանային լրացնել այդ բացը։ Իմ պապիկը վերջի անգամ աշխատել էր սովետական տարիների շրջանում վերելակների գործարանում Սպիտակի եւ մեկ էլ ես իմ պապիկին աշխատելից հիշում եմ նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Ականատեսներից բացի վիճակագրությունն էլ է վկայում, անկախ Հայաստանի պատմության մեջ ներգաղթ եղել է Քոչարյանի նախագահության տարիներին 2004, 2005, 2006 թվականներին։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Խաչատուր Գևորգյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։